Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հեսա թորանս բերած միկրոֆոնն եմ դրել, ինձ թվում է արդեն լավ կլսվի։ Ոնց եք սիրելիներս, թե հույսով եմ, որ բոլորդ լավ եք։ Էսի շտակ է, այս ժիլետս այսօր հագել եմ, բայց դե շոքում եմ, իսկականից մի անգամից տաքերն ընկավ։ Սիրելի հետևորդներ ջան, գնամ տուն, այդ սուրճ խմենք միասին, հետո կտեսնենք ինչ ենք անում։ Երևի մի հատ գնամ մեր հողամասը տենամ ինչ կա չկա, ինչ կա անելու։ Հատած սիրելի հետևորդները, առանձնապես բան չունեմ ասելու, նորից կմիանանք էսա մի քիչ հետո։ Սիրելի հետևորդներ ջան, տուն հասանք, դե մի հատ այն որ ասում են մակարդակով սուրճ տնենք խմենք։ Դե սպասենք երբ սիրելի հետևորդներ ջան, ճիշտ ասած այսօր որոշել եմ այս Արցախցիկում սարեցրած կանաչ լոբիա, մանտակա, ինչ որ ունեմ վերջացնեմ, որ թազենա դուրս գալու։ Հիմա այդ իմ կանաչ լոբի, որ փակել եմ, շատ պինդ էր։ Այսօր վերցրել եմ առանձին եփել, բայց չգիտեմ ինչի շուտ է լեցեց, մնացի զարմացած, իսկ նենց որ սարքում եմ, ահագին եփել ա ուզում։ Հիմա ինքը եփել եմ, պատրաստ է, հենց իրան ջուրն էլ պահել եմ, որ մի քանի հատ կարտոֆիլ եմ մաքրել, մի քիչ սոգով, այտենց իրան, հյութով, հասարք եմ։ Կարտոֆիլով լոբիով ուտես սարքեմ, որ վերջացնենք թազենա դուրս գալիս, հլա չեմ հասցրել, որ եղինջ առնեմ, ասում է շուկաներում կա, մատենան ամսվա վերջին, հիմա չեմ կարողանա, մի քանի օրից մի հատ իշնեմ ներքևի շուկան, տեսնեմ կա, անտեղ եղինջ բերեմ, առաջի եփենք, տեսնենք այս տարվա եղինջը ինչ անում է։ Անցյալ տարի, որ ես ապրիլին եկա, ապրիլի քանիսն էր, որ գնացի, եղինջ առա, հետո նրանից հետո ավելի լավերը պատահեց, վռազել է, եթե չգիտեմ որտեղ են ծախում, որտեղ չեն ծախում։ Այդպես վռազել էի, համ էլ թանկ էի առել, հիմա համ եղինջի ժամանակն է, ոնց որ սինդրուկի ժամանակն էլ է, այս տարի սինդրուկ չեմ զակատելու, միայն կառնեմ, մի քիչ թթու կդնեմ, կուտեմ, զակատարած ոնց որ արեցի, բայց դուրս չեք ասել հետևորդներ, հիմա այս սուրճս խմենք, բոլորս միասին, դե եթե դրել եք, կամ սուրճ կաթել, միասին վայելենք։
միասին վայելենք այս լոբիով ուտեսներ պատրաստեմ, նոր գնամ հողամաս։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր շատ գործ ունեմ անելու, մենակ հողամասը չի եւ պետք է գնամ հիվանդանոց, չեմ ասել, քրոջս տղեն հիվանդանոցն է, ավտոբուսի վրից է անգել, ջարդուխորդ եղել խեղճերեխեն, հիմա քուրսել մեջքի պրոբլեմ ունի գրիժայի, դե որ օրվա քուրն ենք, որ չգնանք իրար հասնենք, ինքը գիշերը չի կարող մնա, ցերեկ գիշեր չի կարող, պիտի գնա գոնե գիշերը մեջքի վրա ուղիղ պարկի, իրան էլ երկու անգամ վիրահատել էին այդ գրիժը, ինչից էր առաջացել ձմեռը, այս ձմեռ չի տարիներ առաջ ոտքը ստղացել ընկել է, պրոբլեմ ունի, հիմա այսօր իրիկուն է, այսօր ամսի քանիսն է, 28-ն է, 28-ն է, թե 29-ը, մի րոպե տեսնեմ։ 23 աստիճան տաքություն է տալիս, հա 28-ն է, ամսի 28-ն է, մարտի 28-ը սիրելի հետևորդներ, ճիշտ է այս հոլովակը ես նույն օրը չեմ գցում, ունեմ պահուստ, մի 10 հոլովակ ունեմ, հիմա այդ 5 պահուստներից գցելով ես գալիս եմ։ Դե երբ որ ասեմ կլսեք, կտենաք, որ մարտի 28-ի հոլովակն է, այսի որ ասում եմ։ Երբ որ կգցեմ, այն վաղտ արդեն հիվանդը իրանց տունը կլինի։ Փառք Աստծո, որ ճիշտ է ողնաշարի հետ է խնդիրը, ճաք ունի, թե ուսից է ջարդվել, որ ջահել է, ինքը ջահել է, հույս է տվել, որ ինքը ջահել է, ոսկորը կկպնի շուտ, էլի պրոբլեմ չի լինի։ Դել այդպես էլի հետևորդներ ջան, չմոռանամ ասել, ովքեր առաջին անգամն են միացել իմ ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը տարածել սիրելիներս, բոլորից շատ սիրում եմ, ես դա հիշեցնում եմ, որովհետև իմ հենց դիտորդներից ասել էր, որ լավա ասեցիր, որ չասեի, մոռացել էի, հոլովակը պտի նայի ու անցնեի գնայի, դե ինչ ասեմ, լավ մնացեք սիրելիներս, բոլորից շատ սիրում եմ, գիտեմ, որ դուք էլ ինձ եք սիրում, այսօր էլ սիրուն բաժակով եմ սուրճ խմում, գիտեմ, որ ձեզ էլ ատոր գալի նորությունը բաժակով չգիտեմ, այս բաժակը շատ ինձ դուր է գալիս, ապրի իմ ընկերուհի Գրետան, ճիշտ է ինքը հոլովակները չի նայում, չի Հունաստան է, չի իմանում, ոնց մտնի, որ նայի, դինտեղ ելնեմ, որ ես ցույց տամ, թե չէ ամեն օր ինքը կնայի, ականջդ կանչի, Գրետա ջան, իմ ծնունդյան օրը այնտեղ նվեր տվեց, Հունաստանի առած բաժակա թանկ խանութներից էր առել։ Եվ մի $50, 50 եվրո տվել էր։ Ինքը շնորհքով կնի կա, որ գնում է, պետք է անենց գնա, որ ինքը իրան, ճիշտ է իրան ջանին ցավ է տալիս, բայց դիմացին էլ լավ ազգում, ընդհանրապես պետք է տենցել է։ Ասում են, որ լավություն ես անում մեկին, անենց հարավոր քո ջանին ցավ տա, նրան էլ տեղ տա։ Կյանքում տենց է ամեն ինչը, որ ուզում եք մեկին օգնած լինենք, պետք է մեծ նեղություն տակ, օրինակ քուրսա, ուրիշ էլ որ լինի, ասենք թեկուզ հարևան լինի, մոտիկ լինենք իրար հետ, որ ասի հիվանդ ունեմ, գիշերը կարած գազ մնաս կգնամ կմնամ, ես չեմ գովում, ինձ ես ինքս բարի եմ։ Չնայած կիրակի օրվա համար չէի ասել, երկուշաբթի օրվանից աշխատանքի եմ սմենով, արդեն թղթերս տվել եմ, կանչել եմ, երկուշաբթի պիտի գնամ,
տենամ ինչա կարող է կիրակի օրն էլ այսօր այս գիշեր մնամ տենամ ոնց եմ հոգնում, եթե շատ չեմ հոգնում, քրոջս կասեմ կիրակի օրն էլ կգամ կմնամ։ Սիրելի հետևորդներ ջան, շատ չզբաղեցնեմ ձեզ, եթե չեք վերջացրել ձեր սուրճը վերջացրեք, իմիս էլ մի երկու կում մնացել, ասենք մեր գործի սիրելի հետևորդներ ջան, ժամանակը սուր է, շատ գործեր ունեմ անելու, հիմա այս բանը ուտեստը պատրաստելու համար կարտոֆիլն եմ բերել մաքրել, սխտորն եմ մաքրելու, սխտորը մաքրել, կարտոֆիլը մաքրել, ու նորից կմիանանք իրար սիրելի հետևորդներ ջան, ձեզ չզբաղեցնեմ։ Քիչ հետո նորից կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ, սոպը մտրել է և լցնում եմ։ Ասենք որ յուղով եմ պատրաստում, ամեն օրվա, որ պատրաստել եմ նույն յուղն է։ Սիրելի հետևորդներ, հիմա էլ կարտոֆիլն եմ լցնում։ Կարտոֆիլը որ տապակում ենք, համովանում շոխարակի հետ։ Քիչ տապակվի, տոմատը կավելացնենք, մնացած համեմունքները։ Հիմա տոմատ եմ լցնում, սացախցիկից եմ հանել, բազիկ, կտրտել եմ։ Ենք ավելացնում, հաշի քերջերից չեմ ավելացնում, լոբի իջերից ավելացնում եմ։ Տոմատներ հալվի։ Ավելացնում ենք կարմիր բաղբեղ։ Չմռում, ծիր կաղցր։ Այսա մի երկու րոպեից լոբի կլցնենք։ Սիրելի հետևորդներ, լոբին էլ լցեցի, լոբին էլ եփված ասեմ ձեզ, ես զարմացա, որ այսքան շուտ եփեց, ինքը իրար հետ կեպի, որ ճաշն այսօրվա պատրաստ է։ Դե սիրելի հետևորդներ ջան, չեմ սպասում, որ լոբին եփվի, հետա կեպի, խառնել եմ ամեն ինչ, առաջ անգամը չի որ լոբով ուտեստը նկարահանում ենք, բոլորդ էլ գիտեք, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ մինչև վերջ հետևեցիք իմ ալիքին սիրելիներս, չմոռանալ բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակ կոճակը, կիսվել սիրելիներս, բոլորից շատ շնորհակալ եմ, ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ստեսություն ձեզ։